Արմեդիա YouTube-ն ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մշտապես աջակցելու համար։ Էական չէ, թե այդ աջակցությունն ինչ տեսք ունի, դա կլինի բաժանորդագրություն ալիքին, նյութերի հավանում կամ պարզապես մեզ մշտապես դիտելը։ Սկսենք լուրերը։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը եւ թագուհի Կամիլյան քարորիա այցով Միացյալ Նահանգներում են։ Այս այցը, որը վերջին 2 տասնամյակում բրիտանական միապետի առաջին այցն է, ստացել է առավել մեծ նշանակություն։ Այն տեղի ունենում Վաշինգտոնում կրակոցներից ընդամենը մի քանի օր անց, ինչպես նաև այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի միջև լարվածություն կա Իրանի պատերազմի շուրջ։ Ավելի վաղ Բուքինգեմյան պալատը հայտարարել էր, որ այցը այդուամենայնիվ կկայանա Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների միջև քննարկումներից հետո։ Այցը, որի երկար ժամանակ պլանավորված էր, ստվերվում է նաև ԱՄՆ Մեծ Բրիտանիա հարաբերություններում արկա լարվածությամբ։ Դոնալդ Թրամփը քննադատել էր բրիտանական կառավարությանը, պնդելով, որ այն բավարար աջակցություն չի ցուցաբերել ռազմական գործողություններին։ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքին հաղորդագրությունում նշվում է, որ Վաշինգտոնը կարող է վերանայել իր դիրքորոշումը Ֆոլքլենդյան կղզիների նկատմամբ բրիտանական պահանջի հարցում։ Այս ամենի ֆոնին երկու դաշնակիցների հատուկ, այսպես ճակերտավոր հարաբերությունները հասել են իրենց ամենացածր մակարդակին 1956 թվականի Սուեզի ճգնաժամից ի վեր։ Դաունինգ Սթրիթը հույս ունի, որ այս այցը կօգնի ամրապնդել հարաբերությունները, հատկապես հաշվի առնելով, որ Դոնալդ Թրամփը բացահայտ համակրանք ունի բրիտանական թագավորական ընտանիքի նկատմամբ։ Այս պետական այցը, որը համարվում է Չարլզի թագավորության ընթացքում ամենանշանակալի եւ բարձր մակարդակի այցերից մեկը, համընկնում է նաեւ Միացյալ Նահանգների անկախության հռչակման 250-ամյակի հետ, նշելով այն պատմական պահը, երբ Միացյալ Նահանգները անկախացավ բրիտանական տիրապետությունից։ Մի հետարքիր հաղորդման անոնց կցանկանայի անել այսօր երեկոյան մոտավորապես ժամը 9-ին մեր եթերում բացառիկ հարցազրույց կլինի քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, թեմաները բազմազան են ու շատ հետարքիր Հայաստանի արտաքին մարտահրավերները, միջազգային բազմավեկտոր քաղաքականությունը Հայաստանի Արցախ, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, աշխարհաքաղաքական լարվածություն, ԱՄՆ-Իրան հարաբերություններ, Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումներ, Իսրայել, դրա ազդեցությունը ընդհանրապես տարածաշրջանի վրա, ինչ ուղղությամբ է շարժվում միջազգային համակարգը, ինչ ռիսկեր ու հնարավորություններ կան Հայաստանի համար այդ դեպքերում։ Քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը մեր եթերում վերլուծություններ է անելու վերջին զարգացումների մասին, տալու է հստակ գնահատականներ եւ ներկայացնելու է կանխատեսումներ։ Բայց մի թողեք կարևոր հարցերի ուղիղ ու մասնագիտական պատասխանները եւ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ասես մի փոքր հատված այդ հարցազրույցից։ Այս սրտի հովանք արտահայտությունները, որ տարբեր ժամանակներում ինչ-որ մի կերպ հնչում են, ոնց կարող վերացնել ամեն դեպքում, մենք էլ պետք է հասկանանք, որ ինչ-որ մեկ երբ շահեր ունի փոխհարաբերելու եւ այս շահերի մեջ ինքը օրինակ համար հակառակը կաներ, եթե հակառակ պատկերը լիներ։ Հայաստանին կշնորհավորեր, եթե հակառակ պատկերը լիներ։ Միանշանակ ես այդպես եմ կարծում, որ կշնորհավորեր։ Այլ հարց է, որ մարդիկ են իմը զոհվում, ինչպես կարելի օրինակ համար ասել, ինչու ենք օգնում մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկում Ուկրաինա, ինչու ենք մենք օրինակ համար Իրանի ժողովրդին օգնում, նրանք մեզ չօգնեցին, նրանք ես չարեցին, մի բան էլ շնորհավորեցին։ Ուրեմն այդ շրջանակներին ես մեկ հարց եմ ուղում եւ իրենք այլևս ոչինչ չեն կարողանում խոսել, իսկ Ռուսաստանին տեղն է, երբ Վլադիմիր Պուտինը առաջինը եթերում հայտարարեց, որ Ադրբեջանի մաս է Լեռնային Ղարաբաղը, հիմա տեղն է Ռուսաստանին, ես այդպես չեմ մտածում, իհարկե ես այսպես որպես սովորական նաև քաղաքացի ուզում եմ, որ պատիժը ստանա ոչ թե ռուս ժողովուրդ, այլ Կրեմլը, բայց ես չեմ ասում տեղն է, որ 1 միլիոնից ավել զոհ եւ վիրավոր ունի։ Ես չեմ ասում տեղն է, որ մեր դաշնակիցն է, բայց հարձակողական զենք է վաճառել Ադրբեջանին։ Ես չեմ ասում տեղն է, որ Անվտանգության խորհրդի նիստում Խանկենդի են անվանում։ Գիտեք, Ուկրաինան այդքան հակահայկական չի գործել, ինչպես Ռուսաստանը։ Եվ նախագահ Զելենսկին ուզում էր գար Հայաստանի դեպ Ալիևն էր դեմ, հետաքրքիր է։ Նախագահ Զելենսկին նաև հայտարարեց, որ երբևիցե Ուկրաինան ֆոսֆոր չի վաճառել Ադրբեջան։ Ես ինքս այդ հարցով բազմաթիվ ելույթներ եմ ունեցել։ Ռուսաստանը ինչու չի պատասխանում, իսկ ով է վաճառել։ Եթե ուզում եք իրականությունն իմանաք, ուրեմն իմացեք։ Իսկ ամենակարևոր Ուկրաինան մեր դաշնակիցը չի։ Մենք միշտ էլ Կռիմ նաշ ենք, չէ՞, գոռում։ Մենք շնորհավորում ենք Դոնեցկի անկախությունը, Արայք Հարությունյանը, որ հիմա Բաքվում է, շնորհավորում էր, ես ցավում եմ իր համար, բայց եթե դու ինքդ այդպես ես քեզ դրսևորում, կամ ասում են ուկրաինացիներ են կռվել առաջին Արցախյան պատերազմում, ռուսներ չեն կռվել Ադրբեջանի օգտին, ես կասեմ գեներալներ են կռվել։
Այսինքն ես ուկրաինացի չեմ, ես հայ եմ, ես իմ ժողովրդի շահերն եմ պաշտպանում, բայց ես օբյեկտիվ եմ գնահատում։ Եթե դու ասում ես տեղն է, հետո քեզ գալիս էթնիկ զտման են ենթարկում, ասում ես աշխարհ ինձ էթնիկ զտման են ենթարկել, այսինքն օբյեկտիվ պիտի լինել։ Չի կարելի ասել ապրի Պուտինը Եվրոպային հեսա կգրավի, հետո գնալ ասել Եվրոպա օգնիր մեզ։ Իդեպ այս 5-շաբթի ապրիլի 30-ին Գլենդելում գտնվող Իրանահայերի միությունում տեղի կունենա հանդիպում Լիլիթ Դալաքյանի հետ, որտեղ քաղաքագետը կներկայացնի Հայաստանը ընտրություններին ընդառաջ արտաքին եւ ներքին մարտահրավերներ թեմայով հանրային հանդիպումը մուտքն ազատ է լինելու։ Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցների հետքով նորից գնանք աղմկահարույց այս միջադեպից հետո Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունում այսօր հրավիրվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում պաշտոնյաները ներկայացրել են դեպքի մանրամասները, հետաքննության ընթացքը եւ իրավապահների գործողությունները։ Մամուլի ասուլիսը ղեկավարել է Թոդ Բլանշը, դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը, նրան միացել են նաեւ Կոլումբիայի շրջանի դաշնային դատախազ Ջանին Պիրոն եւ ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելը։ Թոդ Բլանշն ընդգծել է, որ տեղի ունեցածը հարձակում է ոչ միայն կոնկրետ անձանց, այլև ամերիկյան ժողովրդավարության կարևոր խորհրդանիշի վրա, հիշեցնելով, որ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքը հանդիսանում է ազատ մամուլի եւ պետական կառույցների համատեղ գոյակցության օրինակ։ Նրա խոսքով նախագահ Դոնալդ Թրամփը եւ միջոցառման բոլոր մասնակիցները ապահով են եղել, իսկ վիրավոր գործակալը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Բլանշը հատուկ ընդգծել է, որ հարձակվողը գտնվում էր դալիճից մեկ հարկ վերև եւ հարյուրավոր դաշնային գործակալներ կանգնած էին նրա եւ նախագահի միջեւ։ Կասկածյալ Քոուլ Թոմաս Ալենի դեմ ներկայացվել են 3 հիմնական դաշնային մեղադրանքներ, որոնցից ամենալուրջը Միացյալ Նահանգների նախագահի սպանության փորձն է, որը կարող է պատժվել մինչև ՑՄ ազատազրկմամբ։ Բացի այդ, նրա մեղադրանքի առաջադրվել զենքի միջպետական տեղափոխման եւ հանցագործության ընթացքում հրազերի կիրառման համար։ Ջանին Պիրոն հավելել է, որ կասկածյալի մտադրությունները հստակ արտացոլված են նրա կողմից գրված մանիֆեստում։ Նրա խոսքով Ալենը նպատակ ուներ ոչ միայն նախագահին, այլև վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին թիրախավորել։ ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելն խոսել է իրավապահների համակարգված արձագանքի մասին, ընդգծելով, որ միջադեպից անմիջապես հետո գործի են դրվել ազգային մակարդակի ճգնաժամային արձագանքման մեխանիզմներ։ Նրա խոսքով FBI-ը ստեղծել է օպերատիվ շտաբ, իրականացրել է ապացույցների արագ հավաքագրում, ինչպես նաև տարբեր նահանգների ստացված նյութերը տեղափոխվել է Quantico-ի լաբորատորիաներ անհապաղ փորձաքննության համար։ Սպիտակ տանը խոսնակ Քերոլայն Լևիտը նույնպես անդրադարձել է այս թեմային։ Նրա խոսքով սա արդեն երրորդ լուրջ մահափորձն է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վերջին 2 տարիների ընթացքում։ Լևիտը նշել է, որ ինքը գտնվել է նախագահի եւ առաջին տիկնոջ կողքին կրակոցների պահին, եւ նրանց հաջողվել է վայրկյանների ընթացքում տեղափոխվել անվտանգ տարածք։ Նա առանձնացրել է նախագահի պահվածքը, ընդգծելով, որ նա մնացել է հանգիստ ու վերահսկել է իրավիճակը նույնիսկ սպառնալիքի պահին։ Քննության տվյալներով 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը Կալիֆոռնիայի Տորենս քաղաքից է, ունի քրեական անցյալ, ունի բարձրագույն կրթություն եւ աշխատել է որպես ուսուցիչ ու ծրագրավորող։ Միջադեպից առաջ նա հաղորդագրություններ է ուղարկել ընտանիքի անդամներին, իրեն անվանելով դաշնային բարեկամական մարդասպան ու ակնարկելով դժգոհությունը վարչակազմի քաղաքականությունից։ Իրավապահները շարունակում են ուսումնասիրել նրա սոցիալական ակտիվությունը, կապերը եւ հնարավոր շարժառիթները։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ նա գործել է միայնակ, սակայն հետաքննությունը շարունակվում է։ Միացյալ Նահանգներում կարևոր իրավական զարգացում է տեղի ունեցել ներգաղթի քաղաքականության շուրջ։ Դաշնային վերաքննիչ դատարանը թույլ է տվել, որ Թեքսասի վիճահարույց օրենքը ուժի մեջ մտնի, չնայած տարիներ շարունակ դրա կիրառման կասեցմանը։ 2023 թվականին ընդունված օրենքը թույլ է տալիս նահանգային ոստիկանությանը ձերբակալել այն անձանց, որոնք կասկածվում են ԱՄՆ սահմանը ապօրինի հատելու մեջ։ Դատարանը չքննեց օրենքի սահմանադրական լինելը, այլ որոշեց, որ հայցվոր կողմերը չունեն բավարար իրավական հիմք դատարան դիմելու համար։ Այսինքն գործը փակվել է տեխնիկական հիմքով առանց հիմնական հարցին պատասխանելու։ Օրենքը ընդունվել էր այն ժամանակ, երբ Թեքսասում արձանագրվում էին ռեկորդային անօրինական սահմանահատումներ, որոնք նահանգի իշխանությունները բնութագրում էին որպես ներխուժում։ Թեև այդ հոսքը հետագայում նվազել է, նահանգը շարունակում է պնդել, որ ունի ինքնապաշտպանության իրավունք։ Օրենքի համաձայն ապօրինի սահմանահատումը Թեքսասում համարվում է քրեական խախտում եւ ոստիկանությունը կարող է ձերբակալել կասկածյալներին։ Բացի այդ, դատարանները կարող են պահանջել, որ ձերբակալված անձինք հեռանային երկրից դեպի Մեքսիկա քրեական հետապնդման փոխարեն կամ դատավճռից հետո։ Հատկանշական է նաև, որ արդարադատության նախարարությունը նախկինում վիճարկել է այս օրենքը, այն համարելով հակասահմանադրական, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս է եկել օրենքին հակադիր կողմից։ Չնայած դատարանի որոշմանը դեռևս պարզ չէ, թե օրենքը երբ կմտնի լիարժեք ուժի մեջ։
Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ համաշխարհային լարվածության գլխավոր կետերից մեկը, որտեղ խաչվում են Միացյալ Նահանգների, Իրանի եւ միջազգային հանրության շահերը։ Պաշտոնական Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ընթացող քննարկումները դեռևս չեն բերել որևէ հստակ արդյունքի։ Սպիտակ տան ազգային անվտանգության թիմը քննարկել է Իրանի ներկայացրած առաջարկը նեղուցի վերաբացման վերաբերյալ, սակայն դրա բովանդակությունը չի հրապարակվել։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրապարակայնորեն մերժել է Իրանի առաջարկային համարելով անընդունելի։ Նրա խոսքով Թեհրանը փորձում է նեղուցի բացումը ներկայացնել պայմաններով, որոնք իրականում ենթադրում են վերահսկողություն նավարկության նկատմամբ, պահանջելով համակարգում, թույլատվություններ եւ նույնիսկ վճարներ։ Ռուբիոն ընդգծել է, որ նման մոտեցումը չի կարող դիտարկվել որպես ազատ նավարկություն, հայտարարելով, որ միջազգային ջրային ուղիները չեն կարող վերածվել որևէ երկրի կողմից վերահսկվող կամ վճարովի գոտու։ Մինչդեռ ՄԱԿ-ում եւ միջազգային հարթակներում աճում է ճնշումը Իրանի վրա։ Տասնյակ երկրներ համատեղ հայտարարությունով կոչ են արել անհապաղ եւ առանց նախապայմանների բացել Հորմուզի նեղուցը, ընդգծելով, որ դրա ռազմավարական նշանակությունը համաշխարհային տնտեսության համար է։ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում այսօր կայացել է բարձր մակարդակի բաց քննարկում Հորմուզի նեղուցի շուրջ։ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ելույթում ընդգծել է, որ միջազգային ծովային ուղիները դարեր շարունակ հանդիսացել են համաշխարհային առևտրի եւ տնտեսության հիմնական զարկերակները, սակայն այսօր դրանք գտնվում են լուրջ ճնշման տակ։ Նրա խոսքով ծովահենությունը, զինված հարձակումները, ծովային ենթակառուցվածքների դեմ իրականացվող գործողությունները շարունակաբար վտանգում են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Գուտերեշը նախազգուշացրել է, որ այս ճգնաժամը կարող է վերածվել գլոբալ պարենային խնդիրների, հատկապես ազդելով խոցելի երկրների վրա, եւ կոչ է արել անհապաղ բացել նեղուցը ու ապահովել ազատ նավարկությունը։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը իր ելույթում նշել է, որ ծովային անվտանգությունը դարձել է համաշխարհային համակարգի առանցքային խնդիր, ընդգծելով տարբեր տարածաշրջաններ, Սև ծովից մինչև միջերկրական եւ Հորմուզի նեղուց։ Նրա խոսքով նավարկության ազատությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, որը չի կարող սահմանափակվել որևէ երկրի կողմից։ Միացյալ Նահանգների դեսպան Թիմ Վոլցը հանդես է եկել առավել կոշտ դիրքորոշմամբ հայտարարելով, որ համաշխարհային ծովային ուղիները չեն կարող լինել որևէ երկրի վերահսկողության կամ ճնշման գործիք։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցը չունի որևէ երկրի սեփականության կարգավիճակ եւ չի կարող օգտագործվել որպես բանակցային կամ տնտեսական լծակ։ Նա նշել է, որ այդ նեղուցով անցնում է օրական մոտ 20 միլիոն բարել նավթ եւ տարեկան տասնյակ հարյուրավոր նավեր, ինչը այն դարձնում է համաշխարհային տնտեսության առանցքային կետերից մեկը։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը մեղադրել է Իրանին միջազգային նավարկությունը խոչընդոտելու, ծովային ականներ տեղադրելու եւ քաղաքացիական նավերի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ։ Միացյալ Նահանգներում մեկնարկել է տեխնոլոգիական աշխարհի երկու ամենաազդեցիկ դեմքերի Իլոն Մասկի եւ Սեմ Ալտմանի հակամարտության դատավարությունը։ Այն կենտրոնացած է 2015 թվականին հիմնված OpenAI ընկերության շուրջ, որը սկզբում ստեղծվել էր որպես ոչ առևտրային նախաձեռնություն, արհեստական բանականությունը զարգացնելու համար ի նպաստ մարդկության։ Սակայն տարիների ընթացքում այն վերածվել է հսկայական կապիտալ ունեցող տեխնոլոգիական ընկերության, որի գնահատված արժեքը հասնում է հարյուրավոր միլիարդների։ Իլոն Մասկը, որը սկզբնական փուլում ներդրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ, մեղադրում է Սեմ Ալտմանին եւ նրա գործընկեր Գրեգ Բրոքմանին, որ նրանք շեղվել են ընկերության սկզբնական առաքելությունից եւ այն վերածել շահույթ հետապնդող բիզնեսի։ OpenAI ղեկավարությունը հերքում է մեղադրանքները, դրանք անվանելով անհիմն ու պնդում, որ Մասկի քայլերը պայմանավորված են մրցակցային շահերով, քանի որ նա էլ ստեղծել է իր սեփական արհեստական բանականության ընկերությունը XAI-ը։ Սկզբնական փուլում Մասկը պահանջում էր ավելի քան 100 միլիարդ դոլարի փոխհատուցում, սակայն հետագա դատական որոշումներից հետո նա հրաժարվել է անձնական ֆինանսական պահանջներից ու այժմ պահանջում է, որ հնարավոր գումարներն ուղղվեն OpenAI-ի բարեգործական նախաձեռնություններին։ Բացի ֆինանսական հարցերից, հայցում բարձրացվում է նաև կառավարման հարցը։ Մասկը ցանկանում է, որ Սեմ Ալտմանը հեռացվի ընկերության ղեկավար կազմից։ Դատավարության ընթացքում սպասվում են կողմերի հակադիր ցուցմունքները, որոնք կարող են բացահայտել ոչ միայն նրանց միջև հարաբերությունների խզման իրական պատճառները, այլ նաև ներքին գործընթացները, որոնք ձևավորվել են արհեստական բանականության գլոբալ մրցավազքում։ Կալիֆոռնիայում կրկին սրվել է բնապահպանական եւ էներգետիկ հակամարտությունը։ Ավելի քան 1 տասնամյակ դադարից հետո Խաղաղ օվկիանոսի հատակից արդյունքը կայացնելով որպես ազգային անվտանգության հարց։ Նահանգային իշխանություններն այս գործողությունը համարում են ապօրինի եւ պահանջում են դատարանից պարտադրել ընկերությանը դադարեցնել դրա օգտագործումը եւ ամբողջությամբ ապամոնտաժել է։
Համակարգը չէր գործել 2015 թվականից ի վեր, երբ խողովակաշարի վնասման հետևանքով տեղի ունեցավ Կալիֆոռնիայի ամենածանր նավթային աղետներից մեկը։ Այդ արտահոսքը աղտոտել էր ավելի քան 240 կիլոմետր ափամերձ տարածք Սանտա Բարբարայից մինչև Լոս Անջելես, վնասելով ծովային էկոհամակարգը, ոչնչացնելով բազմաթիվ կենդանիներ եւ ծանր հարված հասցնելով ձկնարդյունաբերությանը։ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը օգտագործելով սառը պատերազմի ժամանակաշրջանի օրենքներից մեկը պաշտպանական արտադրության ակտը պարտադրել է վերականգնել նավթի արդյունահանումը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում նավթի ներքին արտադրության աճը անհրաժեշտ է նվազեցնելու վառելիքի գները Իրանի հետ պատերազմի պայմաններում, հատկապես հաշվի առնելով, որ Կալիֆոռնիայում օգտագործվող նավթի զգալի մասը ներմուծվում է արտասահմանից եւ հաճախանցվում է Հորմուզի նեղուցով։ Ընկերությունը պնդում է, որ ունի անհրաժեշտ բոլոր թույլատվությունները եւ արդեն հասցրել է արդյունահանել ավելի քան 1 միլիոն բարել նավ։ Բնապահպանական կազմակերպությունները եւ տեղի բնակիչները կտրուկ դեմ են նախագծին, հիշեցնելով ինչպես 2015 թվականի աղետի հետևանքները, այնպես էլ 1969 թվականի հայտնի նավթային արտահոսքը, որը ժամանակին հիմք էր դարձել Միացյալ Նահանգներում բնապահպանական շարժման ձևավորման համար։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան եւս քննադատել է դաշտային կառավարության որոշումը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ արտադրում է ավելի շատ նավթ եւ գազ, քան սպառում է։ Այսօր այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ խաղաղ եւ առողջ եղեք։ Ցտեսություն։